Նոր որոշման տեղակ եք, որ ապակիների մկեցվածությունը պետք է որոշակի սահմաններում լինի։ Ինչ է։ Մկեցվածությունը ապակիների։ Այո։ Ինչ եք մտածում այդ մասին։ Մտածելու բան չունեմ, իմը մուկ չի։ Բայց ձեր կարծիքով նպատակը ո՞րն է որոշման։ Գումար վաստակելը որը պետք է լինի։ Կարող է վաղն էլ ասեն ուրիշ բան պետք է sense լինի։ Այսինքն այն պատճառաբանությունը, որը հանգեցնում է վթարների, այդքան էլ ճիշտ չի։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Ավելի լավ է երթևեկությանը հետևեն, քան թե տենց բաներ։ Շարքերի վերադասավորումներին եւ նման կարգի խախտումներին, քան թե մկեցման ապակիների, դա ոչ մի կապ չունի վթարների։ Թույլատրելի սահմանը ո՞րն է ապակիների։ Դե մերը 30-ը։ Բայց ո՞նց է վերաբերում այդ որոշման ընդհանրապես։ Բացասական։ Հիմնականում էս կողքի ապակիներն են, երեկոյան են խանգարում, թե չէ առավոտները չէ։ Վթարների պատճառները դրա հետ հեշտ կապ չունեն։ Փող աշխատելու միջոց էլի։ Միջև հիմա թույլ են տվել, հիմա էլ հանգարց քնան հելան ու ասին չի կարելի։ Ամբողջ քաղաքի մեքենաները մուկ մկեցված ապակիներով են նամարից։ Մկեցված է բոլորը 4-ն էլ, դիմացն էլ հետն էլ, բայց ես թվում է բան չեն ասում։ Իսկ եթե օրենքը իմ կարծիքով օրենքը արգելում է։ Դե իմ կարծիքով դիմացն ու հետևը պետքա որ չլինի, էլի։ Ասենք որպես վարորդ խանգարում էլ է ինքը։ Իսկ կողքերի մասին կարելի է։ Ինձ թվում է չի խանգարի կողքերը, բայց դիմացն ու հետևը չէ։ Տուգանքները շատացնելու մեկ միջոց է, որ այդ մարդիկ չեն կշտանում, կշտանան։ Կարային դա ավելի մեղմ ու ավելի օրենքով անեն, որպեսզի հանեն այդ պլոնկաները, բայց էսի ուրիշ խաղեր են խաղում։ Դուք տեղակ եք այդ նոր օրենքին պլոնկաների հետ կապված եւ ինչ եք մտածում։ Ես օրենքը չեմ անում, բայց պլոնկաները այնքան հաջող բան չի, որտեղ արգելակում է էլի մեր նորմալ երթևեկությանը խանգարում է, հետո գիշերները բողոքում է, որ հետ գնա տալուց բանի ժամանակ չեն տեսնում ոչ մի բան։ Այնքան լավ բան չէ։ Չափավոր եթե արածա նորմալ է, բայց եթե շատ մուքա կողքերդ ոչ մի բան չես տեսնում։ Պլյոնկա չունեմ, մտածելու բան չունեմ։ Կողքից պլոնկաներ։ Կողքի մասին չխոսակցությունը միայն լաբավոյի մասին է։ Չէ, կողքի մասն է։ Եթե հարկ եղավ, թե հանվի։ Եթե ասեն։ Դի առավելություն չի, պրոստը ես մեքենան տենց եմ առել։ Իսկ ինչով է խանգարում օրինակ այդ պլոնկաները, որ խանգարել հենց խանգարում են։ Երեկոյան ասենք հետադարձի, կողքը նայելու։ Ամեն ինչ ենք դեմ, բայց դեմին ով է լսողը, կամ ով պետք է ասի, դա արագաչափերնական դրանք այդ նորմատիվները որ դրել են 20,000, 10,000, 15,000, ինչի՞ց է, հաշվի, ինչ է հաշվի առնելու։ Միջին աշխատավարձը 60,000-ից 20,000 կարմիր լույսի, մենք երկագունդը երևի ամեն տեղ ֆռմա մի շարժումով Հայաստանում հակառակն է ֆռում։ Վարորդների վրա երևի մուռ ունեն, ինչ ասեմ, էլ տուգանքման նմա որ չանեն։ Արդեն միակ երևի աշխատող պուրակն է, ոնց ասես անում են էլ, ինչ կարան անել։ Այնա թոշակի վրա կալանքա դրված։ Ձե իմս։ Ու ամենամեծ յանի դատ են անում, թղթերն ուղարկում են, որ դատ են կարել այսքան նորից ավելացել է։ Ես ինչի տերեմ, մի 40,000 թոշակ են տալի, էդ էլ են խլում ձեռներից ես։ Որ հնարավորություն չկա, որտեղ ես անենք։ Թո տանեն աշխատացնեն, աշխատանք տան, այդքան աշխատենք ավելի լավ չի մեզ համար։ Մեր կառավարությունը միշտ էլ մի այլ կարգի որոշումներ է կայացնում։ Օրենքը կա, չի գործում, հետո որոշում են խստացնել, կարելի է նաև մաքրել սա, ինչպես փակցրել են։ Ինչ արած։ Օրենքը Որ չէ դա առանց տուգանքների անել։ Դե կարծում եմ, որ ժամանակ կտան, եթե չեն տալիս, ուրեմն սխալ են։ Նման օրենքը խստացնելու համար բոլորին էլ ժամանակ է հարկավոր, ասենք 1 ամիս, 2 ամիս, մինչև մարդիկ կարողանան ադապտացվել նման օրենքին, հասցնել մաքրել եւ այլն։